Երևանում արդեն երկրորդ շաբաթ է ակտիվ ընթանում է ավականու ընտրությունների քարոզարշավը եւ այսօր մեր մայրաքաղաքի խնդիրների մասին զրուցելու ենք Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուղիկյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Թուղիկյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Տիկին Թուղիկյան, տարիներ առաջ, երբ որ մենք մի ինչ-որ առիթով նորից զրուցում էինք իրար հետ, դուք մի այսպիսի միտք ասացիք. Երևանը աստիճանաբար վերածվում է աուլի։ Հիմա երբ մենք այսօր կանգնած ենք մայրաքաղաքում ավականու ընտրությունների այսպես է բուհի մեջ, ձեր գնահատականը այդ միտքը հնչեցնելուց հետո արդեն վերածվել է աուլի ճանապարհին, թե դեռ փրկության տեղ կա։ Ընթացքը շարունակվում է աուլացման, ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, մի նայեք այս գեղեցիկ շինությունները, այսպես ասած բարձրահարկ մոդեռն բաները, որ կան, քաղաքը աուլի է վերածվել եւ շարունակում է վերածվել, որովհետեւ չկա ճաշակ, չկա գեղագիտություն, կա գավառամտություն, չտեսած մարդկանց, աշխարհ չտեսած մարդկանց անհասկանալի ուրեմն ձգտում վերածելու քաղաքը ինչ-որ բանի, որը քաղաքի նման չի, մայրաքաղաքի նման չի ավելի ճիշտ։ Այնպես որ ընթացքի մեջ է եւ այսպես կշարունակվի, քանի կան անճաշակ գեղագիտությունից սարսափելի հեռու մարդիկ։ Այ հիմա մեր քաղաքում ակտիվ քարոզարշավ է գնում Երևանի ավականու ընտրությունների եւ տեսնում ենք երեք քաղաքական ուժերի ներկայացրած ծրագիրը, նրանց բարձրացրած հարցերը, մտահոգությունները։ Դուք մի մարդ, ով տարբեր առիթներով փողոց է դուրս եկել այս պատմամշակութային շենքը պաշտպանելու, պահպանելու, այն խոտածածկ տարածքը չոչնչացնելու այդ պայքարներին։ Դուք այսօր մտահոգություն եւ սրտացավություն տեսնում եք այս քաղաքական ուժերի այս պայքարում, թե սա ընդամենը իշխանություն ձեռք բերելու պայքար է եւ Երևանը այստեղ ուղղակի միջոց է։ Ես շատ տխուր վիճակում կհայտնվեի եւ անհուսալի վիճակում, եթե այդպես մտածեի, որ սա ուղղակի քաղաքական, այսինքն պաշտոն կամ մեծ համայնք ստանալու ճանապարհը ընդամենը ոմանց համար։ Ես համոզված եմ, որ ուժերից որոշները անպայման մտածում են քաղաքի մասին եւ ունեն հստակ պատկերացում, թե դա ինչպես կարելի է անել։ Նաեւ հասկանում եմ, որ դա շատ դժվար կլինի անել, որովհետեւ քաղաքը շատ խիստ ձևախեղված է, քաղաքի տնտեսությունը, քաղաքային միջավայր, մայրաքաղաքային միջավայրը ընդհանրապես հիմա շատ դժվար կլինի հետ ողորմյա անել, այսինքն, բայց ենթադրում եմ, որ այդ ձգտումը, ազնիվ ձգտումը կա որոշ ուժերի մոտ եւ լավ կլինի, որ հնարավորություն տանք նրանց փորձելու։ Իսկ եթե նրանց մոտ չհաջողվի, նրանց հեռացնելու հարցը միշտ մեր, այսինքն իրավունքների մեջ է։ Այ ասում եք նրանց հեռացնելու հարցը միշտ մեր իրավունքների մեջ է, բայց մենք տեսնում ենք, որ 6 տարի մենք ունենք մի ավականի, որին ոչ մի կերպ, այսպես ասած, եթե նույնիսկ դժգոհ ենք այդ նրանց արածգործերից, հեռացնելը հնարավոր չի։ Ասում ենք, որ ընտրելու հնարավորությունն ու իրավունքը տրված է մեզ, բայց արդյոք մենք աղարում ենք այդ իրավունքից եւ հնարավորությունից օգտվել։ Դրա համար եմ ասում, եթե կան այն ուժերը, որոնց վրա կարելի է հույս դնել, որովհետև նրանք երբևէ չեն եղել այդ իշխանության մեջ, իսկ քաղաքի կառավարման մեջ չեն եղել եւ շանս տանք, հնարավորություն տանք նրանց փորձ անելու, որովհետև այլապես գիտենք, ով ինչի ընդունակ է, այսինքն այսքան տարի որևէ բան Երևանի համար չի արվել, եթե չասենք հետ ընթաց, որովհետև արվել է Երևանի համար քանդելու առումով, քանդվել են պատմական շենքեր, Երևանը դարձել է ավելի անճաշակ, ավելի անբարեկարգ, ավելի անկանաչ եւ այլն եւ այլն։ Այս ամենը մենք տեսել ենք։ Հիմա նորից տալ ղեկը այն մարդկանց, ովքեր ձախողված են, լուզերներ են, այսինքն այս գործում կամ ֆեյլերներ են, իսկույն անմտություն է։ Իրենք այդպես չեն կարծում, իրենք ասում են ամեն ինչ արել են։ Այո, ես գիտեմ եւ ես հավատում եմ, որ իրենք անկեղծ են։ Գիտեք, շատ հետաքրքիր է, ես բան չեմ լծված որևէ բանով նրանց դեմ։ Ես խորապես համոզված եմ, որ նրանք հենց այդպես էլ հասկանում են։ Այստեղ ուրիշ ոչ թե խնդիրն է։ Այստեղ ոչ թե չարությամբ են նրանք լծված քաղաքի հանդեպ, այլ այստեղ ուրիշ կրթական մակարդակի հարց կա, ճաշակի հարց կա, գեղագիտության հարց կա, գիտեք,
նրբության հարց կա, գիտեք ճաշակի այդ նրբանկատության հարց կա, որ չունեն, պարզապես այս մարդիկ չունեն եւ չես կարող նրանցից ինչ որ բան ավելին պահանջել։ Իսկ դուք որ ասում եք, այո, ընտրությունների միջոցով մենք հասկանում ենք, որ որևէ բան հնարավոր չի, բայց երբ որ գա մի ուժ, որը ստանդարտից դուրս է, այսինքն մեր պատկերացումներից ամոք սրտի, ուրեմն նրա հարցերը ավելի հեշտ կլինի լուծել հանրության կողմից, որտեղ նրանք սերտաճած չեն, քարացած չեն, այդ առումով ավելի հեշտ կլինի եթե նրանք գան, փաստորեն ազատ ընտրությունը աշխատած կլինի, հաղթանակած կլինի։ Անցած շաբաթ մեզ մոտ հյուրներ, ուրեմն Երևանի ավականու, գործող ավականու անդամ, ինչպես ընդունված է կոչել մտավորական ճարտարապետ Լևոն Իգիթյանը, նա այսպիսի մի միտք արտահայտեց, որ երբ որ իմ գործընկերը հարցրեց, թե ընտրություններից հետո չեք տեսնում մարդկանց դեմքին հուսահատություն, չեք տեսնում, որ երևանցիները այսօր ուրախ չեն քայլում անգամ իրենց քաղաքում, նա ասաց, որ ապրում է իր միկրոաշխարհում եւ այդ միկրոաշխարհից այդ հուսահատությունը համենայն դեպս չի տեսել։ Չէ՞ կարծում, երբ որ գործող ավականու անդամ, մտավորական, այսպիսի հայտարարությամբ է հանդես գալիս, ունի իր միկրոաշխարհը, որից չգիտեմ, դժվար է թե պատկերացնել, որ խնդիրները կարող են երևալ, ել ավելի է մեծանում անվստահությունը գործող քաղաքապետարանի նկատմամբ, ել ավելի է ավելանում հուսահատությունը։ Դե դրա համար եմ ասում, այստեղ կրթության ես համոզված եմ, որ այսինքն ինքը ճիշտ է ասում, իր միկրոաշխարհից դա չի երևում, որտեղ եթե ինքը ներփակված է իր աշխարհի մեջ, ինքը կարող է չնկատել, բայց եթե դու ավականու անդամ ես, դու պարտավոր ես դա նկատել։ Ուրեմն գիտակցական հարց կա, բանականության հետ կապված խնդիրներ կան։ Եւ նորմալ է, այսինքն իսկապես չեմ քննադատում, այդ մարդիկ այդպեսին են, այդ մարդիկ պատմական շենքը, որ պատմություն ունի, այսինքն միջավայրային շենք է եղել, դա կարող է սարայի համարվել, կարող են մյուսները, ովքեր սրտացավ են, համարվել ձրիակերներ կամ անբաններ, շատ դեպքերում, գիտեք, այդ մարդիկ արտահայտություններ են անում նկատի ունենալով իրենց, ես այդպես ենթադրում եմ, գուցե սա հոգեբանների հետ կարելի է զրուցել այս թեմայով, բայց մարդիկ իրենք իրենց նկատի ունենալով են դիմացինին ասում անբան կամ չգիտեմ խոսքով Ուրեմն երևի թե չգիտեմ ինչքանով եք հետաքրքրված այս քաղաքական ուժերի ներկայացված ծրագրերով, դուք որպես մշակութային կրթական օջախի ներկայացուցիչ ձեզ փորձել է հետաքրքրել այն ծրագրերը, որ ներկայացված են, իրենք իրականանալի են մշակութային կրթական առումով, թե չէ, ինչու եմ ես դա ասում, որովհետև էլի վերջերս մեր հյուրներ Հովեր երգչախմբի ղեկավար Սոնան Հովհաննիսյան ասեց, երբ որ ես նայում էի մշակութային ծրագրերը, խորհրդարական ընտրությունների լինեն, ավականու ընտրությունների լինեն, իմ մոտ տպավորությունն էր, որ մի կենթանի միջատ կա, որ ջրի վրա այսպես արագ վազելով անցնում է, որտեղ եթե հանկարծ կանգնի կընկնի ջուրը, մոտավորապես այսպիսինն են։ Դուք ինքներդ փորձել եք հասկանալ այն ծրագրի մեջ մշակութային կրթական մասը, որ ներառված է, իրական է, ճիշտ է, ընդհանրապես ինչ-որ բան փոխելու հնարավորություն կա, թե ուղղակի են, որ ասում են գալեչկայի համար։ Դա իմիջիայլոց համապետական ընտրությունների ժամանակ էլ մշակույթի թեման որևէ կուսակցության ծրագրի մեջ կամ դաշինքի ծրագրի մեջ շատ ակնառու չէր եւ լղոզված էր, ինչպես Սոնան մոտավորապես նկարագրել է։ Հիմա եւս ընդհանրապես մեզ մոտ մոդա չի կամ տրենդային չի մշակույթի մասին լուրջ մտածելը, թեպետ եւ դա հիմքերի հիմքն է, պարզապես մեր թե հասարակական գիտակցությունը, թե քաղաքական ուժերի գիտակցությունը, կարծում եմ դրան չի հասել, հասկանալու համար, որ մշակույթը իրոք այն վեմն է, որի վրա պետք է մնացած ամեն բանը կառուցվի։ Բայց ես հիմա նայում եմ օրինակ մշակութային եւ կրթական հարցերին նայում եմ ընդհանուր տնտեսական սպեկտրի մեջ, ուժում են, չէ՞, այդ առումով։ Այո։ Եվ հասկանում եմ, որ մինչև շատ ուրիշ հարցեր չլուծվեն, այսինքն հիմա հակառակ ուղղությամբ է գալիս մեր երկիրը։ Մինչև մնացած հարցերը չլուծվեն, մշակույթին չի գործը հասնելու։ Բայց դա սխալ է։ Իրականում պետք է մշակույթից սկսել։ Մշակույթը միայն արվեստը չի, այսինքն միայն կուլտուրան է ամբողջը։ Այո, մշակույթը նաև մեր հարաբերություններն են, մարդկային հարաբերություններն են, մշակույթը իշխանությունների եւ ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է։
Թերևս նաև այն բանավեճերի պակասը, որ մենք տեսնում ենք։ Իհարկե, մենք դա չենք տեսնում, ինչու բանավեճերից հրաժարվել, որտեղ այդ մարդիկ հասկանում են, որ իրենք ներուժ չունեն բանավիճելու, նրանք կտապալվեն անմիջապես, որտեղ չունեն նույն կրթական մակարդակը բավարար, նույն մշակութային, այսպես ասած, շատ ցածր, այո, ուրեմն մակարդակի վրա են, բայց ունեն լծակներ, իրենք դա չեն գիտի։ Ես էլի եմ ասում, ես համոզված եմ խորապես, որ նրանք անկեղծ են եւ ինչ որ առումով խղճում եմ այդ մարդկանց։ Այդ տեսեք, մենք ասում ենք, որ իհարկե մշակութային կրթական հարցերը այս պարագայում երկրորդական, գուցե եւ երրորդական մակարդակի վրա են հայտնվում, բայց հենց այս օրերին, այս ընտրությունների ֆոնին շատ այսպես աղմկահարույց հայտարարություն հնչեց մշակույթի նախարարության կողմից, խոսքս օպերայի ներսում ռեստորանային այսպիսի համալիր թե ռեստորան ստեղծելու մասին է, բայց ես չնկատեցի, որ ի վերջո օպերան մեր Երևան մայրաքաղաքի հենց սրտում գտնվող մի շինություն է, որը պետք է նաև ինձ թվում է հետաքրքրի նաև քաղաքապետարանին։ Բայց ես չնկատեցի, որ մեր թե գործող քաղաքապետը, թե տեխնացուներից որևէ մեկը որևիցե մտահոգություն հայտներ այս հարցի շուրջ կամ թեկուզ համաձայնություն եւ արդարացում։ Սա եւս ապացույցն է այն բանի, որ մենք մշակույթին դրիվ 8-րդական տեղ ենք տալիս։ Օպերայի թատրոնի որոշակի տարածքում ռեստորան բացելու գաղափարը ինձ չի մտահոգում։ Անկեղծ եմ ասում, իսկ ասում եմ, որ շատ լավ կլինի, եթե այդպես գեղեցիկ եւ ճաշակով մի բան բացվի։ Մեր պատկերացումներից դուրս մի ռեստորան, այսինքն մենք ստանդարտի մեջ ենք մտածում։ Ինձ համար ավելի սարսափելի է օպերայի տարածքի հարցը, օպերան շրջափակող է տարածքը, օպերայի Ազատության հրապարակը, մանկական այն անհասկանալի բաները, հայտարարությունները գունագեղ, վատ առումով գունագեղ եմ ասում, հեծանիվները, այդ կուտ ծախող փնթի կանայք կամ փնթի տղամարդիկ, սա ավելի սոսկալի բան է։ Այդ քաղաքապետարանը հենց այս հարցով պետք է մտահոգ լինի, բայց նա մտահոգ չի այդ հարցը։ Ինքն է բերում այդ խաղահրապարակները տեղադրում, ինչպես կարող է այդ, այսինքն չկա մակարդակ, չկա գիտակցություն, քաղաքապետարանում ով որ այդ կարգադրությունը արել է, գուցե քաղաքապետի հրահանգով, ես հասկանում եմ, որ ցույցերի ժամանակ երբեմն դա արվում էր տարածքը զբաղեցնելու համար, որպեսզի մարդիկ շատ չտեղ չունենային հավաքվելու, բայց դա պրիմիտիվ մոտեցում է։ Էլ եմ ասում, որտեվ ճաշակ չունես, մարդիկ չգիտեն աշխարհում ինչ կա, վստահ եմ, որ շատ ճամփորդած են, բայց նրանք աչքով են ընդամենը տեսել, բայց չեն յուրացրել այդ մշակույթը քաղաքակրթական առումով, նրանք շատ հետ են։ Իսկ ինչպես կարելի է այդ ամբողջ տարածքը ապականել Կարապի լճի շրջակայքը ռեստորաններով կամ ճաշարաններով ու շատ տգեղ ճարտարապետական առումով։ Ու հանկարծ հիմա նախարարը մշակույթի ներսում ռեստորան բացելու մասին կամ ստեղծելու մասին միտք է հայտնել ու դա այսպես մենք պիտի մտածենք տարածքի մասին, օպերային տարածքը չի կարող այդպեսին լինել, չի կարող շուկայական լինել, էլի չի կարող գյուղամիջյան լինել։ Հիմա այնտեղ մի հատ գյուղական այսպես վատ առումով չզարգացած հետամնաց գյուղական մի տարածք է դարձել։ Դե ասում են աչքը տեսածից է վախենում, եթե դրսում այդ միջավայրն է եւ եթե սկսում ենք օպերայի ներսում նորից մոտավորապես ուտեստների հետ կապված միջավայրից եւ բովանդակային մասը գնում է կարծես թե երկրորդ պլան, արդեն ես հասկանում եմ, որ մտահոգությունը հենց այդտեղից է գալիս, որ մեր աչքը տեսածից է վախենում, բայց փաստորեն մենք անզոր ենք որևէ բան անելու, որովհետև մենք չենք կարող պայքարել օպերայի շրջակա տարածքի համար, չենք կարող պայքարել, որ ասենք աֆրիկյանների շենքը չքանդեն, որ փակ շուկան այդպես չաղավաղվի, Արամի 3-ը գիշերով չքանդվի։ Այո, Արամի 3-ը գիշերով այդ Սարայը, այսպես ասած, Իգիթյանի խոսքերով ասած, չքանդվի։ Դրա համար մեր պայքարի վեկտորը շատ այսպես անմեղ բաների վրա ենք հիմա մենք ուղում փոխանակ գլոբալ, հասկանալով, իմանալով, այսինքն, որ աշխարհում ընդունված է այս տենդենսը կա թատրոններում, օպերային թատրոններում ունենալ, թանգարաններում ունենալ նստելու, զրուցելու եւ լիցքաթափվելու մի անկյուն, պարզապես
Ես չգիտեմ օրինակ հսկողությունը ով պիտի անի, վերահսկողությունը, որպեսզի այնտեղ բուրավետ, հոտավետ, անհարկի բուրավետ եւ անհարկի հոտավետ ճաշատեսակներ չմատուցվեն, այլ եւ շամպայն եւ խավիար մատուցվի։ Լինի կիրթ ամեն ինչ չափի մեջ, ընդհանրապես ամեն ինչ շատ ճիշտ է չափի մեջ, բայց մեր քաղաքում այ մտավախությունը հենց նա է, որ քանի որ ամեն չափեր անցված են արդեն, անցել են արդեն, հիմա այդ մտավախությունը հանրությունն ունի, որ գուցե այս ռեստորանն էլ կդառնա այդպիսի մի վայր։ Այ դուք որպես երևանցի, որ շրջում եք Երևանով, ամենաշատը ինչն է ձեզ նյարդայնացնում։ Որն է, որ դե բնականաբար դուք էլ ունեք վստահ ձեր միկրոաշխարհը, բայց ամենայն դեպս որն է ձեր աչքը ամենաշատը զարնում եւ որտեղից պետք է սկսվի Երևանի խնդիրները լուծվել։ Երևանի խնդիրները չի կարելի կարծում եմ մի տեղից սկսել, դրանք զուգահեռաբար միաժամանակյա ուրեմն լուծումներ պահանջող ուղղություններ կան։ Ինչ ասեմ, ամեն ինչ, չկա մի բան, անկեղծ եմ ասում, ցավով եմ ասում, որ չկա մի բան, որ ինձ ուղակի հունից չհանի Երևանում։ Կանաչ տարածքների հարցը, տանիքների հարցը, այդ ալեհավաքների հարցը, վերելակների հարցը, ես հիմա արտաքին բան եմ ասում, վերելակը ներքին օգտագործման ուրեմն տարածք, ես արտաքինն եմ ասում։ Ամեն մեկը իր պատշգամբը մի գույնի կներկի, չգիտեմ, այսինքն դա քաղաքապետի գործը, քաղաքապետարանի խնդիրն է, արգելել պարզապես կարգ սահմանել։ Կարգ գոյություն չունի ընդհանրապես, ով ինչ ուզի կանի, ով ինչպես կուզի իր պատը կշարժի, առաջ կգա, հետ կգնա, չգիտեմ ինչեր կանի։ Սա անճաշակության նորից եւ քաղաքակրթվածության բացակայության բան է։ Հիմա օրինակ այս ձմեռ ինչքան լավ ձյուն եկավ, չէ՞, ինչքան սիրուն էր Երևանը, տանիքները, որովհետև ծածկված էին, փակել էին այդ կարկատանները, զարհուրելի տարբեր նյութերից եւ գույներից։ Տանիքները շատ իսկապես շատ կարևոր է քաղաքի համար։ Այ Նիկոլ Փաշինյանը տանիքների վրայով վազվզելով, այսպես ասենք, եւ ուշադրություն, մոնիտորինգ է արել եւ հուսանք, որ եթե անցնի դառնա քաղաքապետ, այդ հարցը կկարգադրի։ Ուրեմն կանաչ տարածքները, գիտեք, հիմա ծաղիկները խոտեր մոտեր են ցանում չմտածված, դա մասնագիտական հարց է, էկոլոգիական առումով, բնապահպանության առումով, պետք է մասնագետների հետ համագործակցել, որտեղ ամենտեղ չի կարելի կակաչ եւ վարդ ցանել։ Այսինքն այդ բույսերը միայն գեղեցկության համար չեն, այլ նաև արտանետումները կլանելու համար, կամ բույսեր, որ դրանք կլանում են եւ մաքրում են օդը, թեթևացնում են այսքան արտանետումների չափը։ Հիմա տեսեք, ամենուրեք կակաչներ, մեր քամիներին 2 օր դիմացան այդ կակաչները։ Ես հասկանում եմ, որ դա բիզնես ծրագիր է նաև, որտեվ դու դա անում ես, որտեվ գիտես մի շաբաթ հետո այդ կակաչները կմեռնեն, ու դու առիթ կունենաս նորից փող դուրս գրելու, նորից այս աներ, այսինքն մանկամիտ, չէ, մոտեցում։ Երևանը կամ ընդհանրապես մեր պետությունը կամ որևէ պետություն վստահ եմ, որ կկարողանա ոտքի կանգնել, եթե անանձնական մոտեցում լինի իշխանությունների կողմից։ Պարզապես անանձնական։ Ես ճիշտ ասած, եթե իմ ընկերներին, եթե կանցնեն իրենք, ես կառաջարկեի նախ եւ առաջ աուդիտ անցկացնել քաղաքապետարանում, հասկանալու համար թե ուր են այդ գումարները ուր են գնացել։ Գումարները ուր են գնացել եւ ոնց են գնացել։ Իսկ որ գնացել են այդ դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող եւ որևէ մեկը միամիտ չի, որ կասկած ունենա այդ հարցում։ Նույն տրանսպորտի հարցը, որ այսօր բոլորի ծրագրում առաջնային կա եւ դա շատ իրապես առաջնային է։ Մենք իսկապես վճարում ենք չիմանալով ինչի համար։ Մենք ոչ մի փաստաթուղթ չենք ունենում մեր վճարած գումարի դիմաց։ Իսկ դա կոռուպցիայի, պատտվելու, իհարկե, այդ ամեն ինչը շատ պարզ է։ Դրա համար այսօր Տարոն Մարգարյանը իր հանդիպումների ժամանակ մենք պետք է լուծենք տրանսպորտի հարցը։ Բա 6 տարի ինչով է զբաղված, այսինքն ինչու այդ հարցը չի լուծում, որտեվ դա պետք չէր լուծել։ Վահե Նիկոյանն ասում է մի օրում չի կառուցվում այդ ամեն ինչը, տրանսպորտի համակարգը լուրջ համակարգ է եւ ով է ասում, որ մենք չենք աշխատում այդ ուղղությամբ, աշխատում ենք, հիմա եկել են միջազգային փորձագետներ այդ նոր լրիվ գծերի հետ կապված համակարգ ուսումնասիրելու համար, այսինքն իրենք ունեն իրենց նաեւ հակափաստարկներ։ Իհարկե, հակափաստ։ Հիմա տեսեք, այդ բազրիկներ, քարերը, մայթեզրի քարերը անընդհատ տարին մեկ փոխում են։ Հիմա մայթեզրի քարերը անցած տարի փոխեցին, 2-3 ամիս անց տեսանք նորից որոշակի հատվածներում քանդում են, որպեսզի այդ դեղին տեղափոխման դժվարություն ունեցող անձանց համար են այդ դեղին
հատվածները, այո։ Մարդիկ ամեն դեպս ովքեր հաշմանդամության խնդիր ունեն, միշտ բողոքում են, ասում են, որ դա այդ ուրիշ բան է, այո, որովհետև ինժեներական հաշվարկ չկա, դա հատուկ թեկության պետք է արվի, հարցը դա չի։ Այսինքն դու 2 ամիս առաջ գիտեիր, որ այստեղ այդ դեղին տարածքը պետք է ունենաս։ Ինչու սարքեցիր այդ մայթեզրերը, եթե պիտի քանդեիր, որովհետև քանդելը միջոց է նոր եկամուտների Տիկին Դուխիկյան, այս ընտրությունները երբ որ անցան խորհրդարանական, ինչու եմ ես հիմա անդրադրա մասին խոսում, որովհետև նորից ընտրություններ են մեզ սպասվում եւ շատ կարճ ժամանակ է անցել։ Ամենաշատ բանը, որ խոսվում էր, դա ձայների գնման խնդիրներ, վարչական ռեսուրսի օգտագործումներ եւ վերջերս էլ մայիսի 1-ն էր աշխատանքի իրավունքի, այսպես ասած, մասին թեմաներ շատ եղան, շատ խոսվեց, որ օրինակ բերելով թե ինչ էր տեղի ունեցել դպրոցներում, մանկապարտեզներում, որոշ առևտրային կազմակերպություններում, որ այսօր պետական համակարգում աշխատող մարդը չի կարող պաշտպանել իր իրավունքները եւ անգամ այսպիսի տեսակետ կար կամ աշխատանք կունենաս կամ իրավունք կունենաս։ Հիմա դուք մի մարդ եք, ով միշտ բավականին խիստ գնահատականներ է տվել, քննադատական ելույթներով է հանդես եկել, բողոքի ակցիաների է դուրս եկել, սակայն ձեր աշխատանքն էլ պետական է, այսինքն դուք մշակույթի նախարարության կողմից աջակցություն ստացած պետական հիմնարկում եք աշխատում։ Ինչպես եք կարողանում լինելով պետական հիմնարկում ձեր իրավունքները պաշտպանել։ Որովհետև իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր անձի որոշման հարցն է։ Սա ընտրության հարց է։ Ես պաշտպանում եմ իմ իրավունքը, թե թույլ եմ տալիս, որ որևէ մեկը, ով ուզում է լինի, ինչ պաշտոնյա ուզում է լինի, ոտնահարի այդ իրավունքը կամ ինձ վախեցնի։ Ուրեմն կյանքը ցույց է տվել, որ ինձ հնարավոր չի վախեցնել, հնարավոր չի իմ իրավունքը ոտնահարել։ Ես շատ պինդ եմ, իբրև քաղաքացի պինդ եմ, այսինքն ինչ պիտի լինի աշխատանքի ցրկվելը, խնդրեմ, եթե ես չեմ բավարարում իմ աշխատանքային որակներով, իմ գործատուն իրավունք ունի ինձնից հրաժարվելու, ինձ հեռացնելու աշխատանքից։ Մնացած որևէ հարցում ես իմ գործատուի հետ խնդիր չունեմ։ Ես պայմանագիր եմ կնքել եւ որտեղ էլ որ աշխատած լինի դա մասնավոր հիմնարկ կամ պետական հիմնարկ, իմ գործատուն լինի մասնավոր անձ կամ թե պետությունը, ես ունեմ աշխատանքային պայմանագիր։ Մնացած հարցերում ես քաղաքացի եմ եւ ես չեմ ստորագրել ձայնազուրկ դառնալու օգտին կամ խելոք մնալու օգտին, այսինքն իրենց պատկերացումներով։ Ես պայմանագիր կնքել եմ աշխատելու համար։ Եվ ենթադրում եմ, որ իմ աշխատանքը կամ գներեք ինձ միայն այդպես կարելի է գնահատել։ Ես այո, ճիշտ ասած եղել են փորձեր, բայց դրանք ապարդյուն են անցել եւ հաջորդ անգամները արդեն դες չեն էլ դիմել նմախն։ Այո։ Այսինքն ինչ որտեղ գիտեք, կներեք ընդհատում եմ, շատ կարեւոր է որ դու քո իրավունքը իմանաս եւ պինդ լինես։ Այսինքն որևէ մեկը իսկապես չի կարող քեզ վախեցնել, որ աշխատանքից կհեռացնի կամ ինչ է նշանակում իրավունք կամ աշխատանք։ Այդպեսի բան չկա իրականում։ Այդպեսի բան չկա։ Այսինքն երբեմն ենք նույնիսկ չափազանցնում ենք մեր սոցիալ վախերն են, դրանք մեր վախերն են, որ շատ հմտորեն ժամանակի ընթացքում ներարկվել է մեր մեջ եւ մի քիչ էլի չմտածող մարդը, այսինքն չվերլուծող մարդը տրվում է, այսինքն այդ կներեք այդ արտահայտության համար այդ կուտը ուտում է։ Բայց այդպեսի բան չկա, հավատացեք։ Չկա ու չկա այդպեսի բան։ Դու եղիր պինդ, տեսնեմ քեզ ինչպես են ասում գնա այս արակ ամենարը։ Շատ լավ, մի քիչ խոսենք ձեր թանգարանի, գործունեության մասին։ Ես հենց երեկ Facebook-ով տեսա, որ մայիսյան Պինոկիոյի ամիս եք հայտարարում, կպատմեք, թե ինչ է երեխաներին ինչ է։ Ընդհանրապես մի քիչ այդ ծրագրի մասին խոսեք, նաև ասեք, թե այսօր առհասարակ հաճախելիությունը ինչպես է։ Ես ինչու եմ սա ասում, գուցե լավ, դուք ասեք ծրագրից հետո ավելի կխորանանք։ Ուրեմն մենք որոշել ենք մայիս ամիսը եւ արդեն մեկնարկը տրված է ամբողջապես նվիրել Պինոկիոյին, Կարլո Կոլոդիի հրաշալի պատմությանը,
Պինոկիոյի արկածներին ընդ որում ամբողջ Հայաստանով մենք գործընկերներ ունենք իդեմս Coafi, իդեմս World Vision-ի, որոնք մարզերում իրենց շահառուների հետ միացել են մեր նախաձեռնությանը։ Մեր խնդիրը մեր երեխաներին նախ մի ամբողջ ամիս զվարճացնել դպրոցական վերջին ամիսը, որպեսզի մյուս հանգստյան այդ ամիսները նրանք տրամադրեն իրենց մոտ ստեղծարարությունը, այսպես արտոնանաստեղծարարության ձգտումը եւ գուցե այդ ամիսներ իրենք շատ մրցութային մենք անվանակարգեր ունենք, այո, տարբեր հեքիաթի շրջանակներում մրցույթներ ունենք եւ բայց մեր անշուշտ գերագույն նպատակը Թումանյան ներկայացնելը հետագայում գուցե եկող տարի կամ երբ որ ստացվի Իտալիայում հենց Կոլոդի բնակավայրում Կարլո Կոլոդիի ծննդավայրում, Մորկոմի ծննդավայրում, որ Տոսկանայում է գտնվում եւ էլի Կոլոդի յուղաքաղաքն է։ Մենք արդեն կապ ենք հաստատել հենց Պինոկիոյի ազգային կամ պետական հիմնադրամի հետ Տոսկանայում եւ լավ հարաբերությունների մեջ ենք մտել։ Այսինքն մեր նպատակը Թումանյան ի վերջո ներկայացնել իտալացի երեխաներին։ Բայց հիմա որ մեր երեխաները համաշխարհային մանկապատանեկան գրականությանը պիտի ծանոթանան եւ սա մեր առաջին պիլոտային այսպես ծրագիրն է։ Աստված ուզի ամեն տարի մենք որևէ համաշխարհային այդպես գրականության հերոս կընտրենք։ Ինչու Պինոկիոյից սկսեցինք, որովհետեւ Պինոկիոն շատ արտաքնապես շատ հետաքրքիր է եւ իր շուրջ կարելի է շատ հետաքրքիր այսպես մտահղացումներ ունենալ այդ քիթը արդեն ինչ ասես արժի եւ էլ չեմ ասում որ եթե հիշում ենք հեքիաթը սուտ խոսելու այո երկարում ավելի երկարում մեր քաղաքական գործիչներին էլ եւ թերևս հրավիրեք ձեզ մոտ թանգարան գուցե սիրով հրավիրում ենք բոլորին ոչ մի խնդիր չկա այո այդ հեքիաթի մեջ շատ հետաքրքիր ուղերձներ կան դաստիարակչական ասենք մեծերին լսելու, սովորելու, կրթություն ստանալու, այս առումով եւս որոշները լավ կլինի, որ միանան մեզ, եւ որ սուտ խոսելը կարող է պրոբլեմատիկ արտաքին առումով անդրադարձ ունենալ մարդու արտաքինի վրա։ Տեսեք, մենք հիմա հատկապես մայիս ամսին գիտենք, հա, որ դպրոցի ավարտական փուլերն են, հիմա սկսում է ինչքան էլ կրթության եւ գիտության նախարարությունը հորդորում է, պնդում է եւ ասում է, որ գումար հավաքելու խնդիր չլինի, բայց մենք գիտենք, որ այս ամիսներին արդեն դպրոցներում էքսկուրսիաների համար գումարներ են հավաքում։ Այ ես ուզում եմ իմանամ, մեր մոտ ի վերջո կձևավորվի այդ մշակույթը եւ թանգարանները ինչ որ ձևով կարողանում են հետաքրքրել դպրոցների հետ համագործակցել, որ այդ գումարը հավաքվի ոչ թե ասեն գնալ քաղաքից դուրս հաց ու չգիտեմ ինչ ուտել եւ քեֆ եւ ուրախություն անել, այլ դպրոցական էքսկուրսիան վերածվի ի վերջո թանգարաններ գնալ, մատենադարան գնալ, նման համագործակցություն։ Հավատացեք, որ հենց այդպես էլ կա։ Հենց այդպես էլ կա։ Իհարկե երեխաներին չի կարելի կամ որևէ մեկին չի կարելի զրկել խնջույքի պիկնիկի գնալու հնարավորությունից, բայց դրանք պետք է համադրվեն, համամասնական պետք է լինեն, այսինքն եւ նա պիտի լինի եւ նա, մենք որևէ բանից իրավունք չունենք զրկելու, բայց որ թանգարաններ գալիս են դա միանշանակ, ես կոնկրետ մեր թանգարանի փորձով կարող եմ ասել, եւ մենք շատ երջանիկ ենք դրա համար եւ մեր թանգարանը ոչ միայն ուղղակի թանգարան ինչ-որ բան տեսնելու, այլև զվարճանալու, նաեւ Զարթուղի ճանապարհով հետաքրքիր ինֆորմացիա եւ գիտելիք ստանալու միջավայր է։ Եվ վերադառնալով մեր հարցազրույցը ավարտենք նորից այս Երևանի հետ կապված թեմայով, մենք տեսնում ենք, որ Հանրապետականի ցուցակում այսօր քիչ չեն մշակութային գործիչները։ Երբևէ առաջարկ ստացել եք լինել այդ Հանրապետականի ոչ միայն առհասարակ, որտեղ մենք տեսնում ենք ստացել եմ, բայց հանրապետ միակ կուսակցությունը, որից Եվ դա հասկանալի է։ Ձեր հայացքների տեր մարդուն երևի չէ էլ առաջարկի։ Այո, բայց այո։ Եվ այս առումով կարծում եք, որ մարդիկ, ովքեր որ մտավորականներ են մեր հասարակությունում համարվում, իրենց ներկայությունը Երևանի ավագանիում ինչ որ օգտակար բան է տալիս մեր Երևանին։ Նայած դու ինչի համար ես ավագանու անդամ դառնում։ Եթե դու դառնում ես, որպեսզի քո մշակութային օջախի համար ինչ-որ բան պոկես, ինչ-որ հնարավորություններ, դա մասնակի եւ էլի անձնական մոտեցում է մեծ հաշվով։ Եթե դու ավելի լայն ես նայում կյանքին եւ քաղաքին, համակարգային բարձունքի, այսինքն տեսանկյունից ես նայում, իհարկե այդ գործիչները շատ բան կարող են անել, բայց երբ որ մենք ասենք այդ նիստերը երբեմն հեռարձակվում կամ այսինքն ռեպորտաժներ են անում, մենք այդ նույն դեմքերը եւ նույն բոլոր բարձրացրած մանդատները
Այսինքն մի հատ անհասկանալի տեսարան է էլի մեր առջև, բոլորը համաձայն են, բոլորը ուզում են լավը։ Ոնց կարող է այդպես։ Մտահոգված են Երևանը։ Համաձայն են ամեն ինչի, ինչ որ ասենք, ասում է քաղաքապետը, այդպես չի կարող լինել։ Դա աննորմալություն է։ Դա Բայց գուցե դրա համար են նրանք հայտնվել Դե անշուշտ ամեն ինչ փոխադարձ է, դրա համար եմ ասում, անձնական հարցեր են։ Ես մինչև հիմա որևէ մի մշակութային այս դեռ որ գործող խմբից ավականու ես չեմ լսել մի կառուցողական մի բան կամ որ ընդդիմանա, այսինքն Ձեր չբարձրացնի։ Բարև Երևան դաշինքը նկատի ունենք իշխող, այո, քանի որ մենք խոսում ենք այդ մտավորականների մասին, ավելի շատ այնտեղ են բնականաբար այնտեղ են եւ որոնք դիֆերանտներ են երկու, այսինքն դուք դրան կարիքը չունեք, հասկանում եք։ Դուք կայացած մարդիկ եք, շատերը, ոչ բոլորը։ Ոչ բոլորն են կայացած ճարտարապետներ։ Բայց այնտեղ կան կայացած ռեժիսորներ, կայացած երաժիշտներ, այսինքն ձեր ինչին է պետք այդ գծնանքը, ես դա չեմ կարողանում հասկանալ, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ դա։ Գիտեք, վերջերս Հրանտ Թոխածյանն էր այստեղ եւ նա ասաց, որ ինքը հրաժարվել է այլևս ավականու անդամ լինելուց, դիմում էր գրել դեռ դեկտեմբերին եւ ասաց, ես հասկացա մի բան, որ ոչ մի բան էլ հնարավոր չի փոխել լինելով ներսում։ Այդ դեպքում որտեղ լինենք։ Գիտեք, մենք հիմա ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք ընտրություններով փոխել, ընտրություններով առաջ գնալ, տեսնում ենք չի ստացվում։ Մենք ուզում ենք ապստամբություն անել, էլի չի ստացվում։ Այսինքն մենք ինչ անենք։ Ինչ անենք։ Երրորդ ճանապարհը ես չգիտեմ, բայց հավատում եմ, որ ճիշտ է ասում Հրանտը Թոխածյան, բայց ինքը կարող էր ավելի շուտ մանդատը վայր դնել։ Ես այդպես կանեի։ Չսպասելով, որ ժամկետը լրանա։ Ավելի շուտ եւ հենց այդ ժամանակ ասվեր, ինչ որ հիմա է ասվում։ Համարեպս հուսանք, որ ամեն ինչ ավարտված չէ եւ մեր փողոցում էլ մի օր տոն կլինի։ Ունենք այդ հույսի հնարավորությունը դեռ գոնե։ Չէ, իհարկե, միանշանակ երբեք ամեն ինչ չի ավարտվում։ Իհարկե համակարգի մեջ մեծ խափանումներ կան, բայց անտիվիրուսը շատ ուժեղ պետք է տրվի, էլի որ։ Այ դուք որպես երևանցի երևանցուն, հիմա ինչ կասեիք, այ մի շաբաթ ընտրություններն են, ինչ անել, որ փոխել Երևանը դեպի լավը։ Ընտրության գնալուց առաջ մտածել, ընդամենը մտածել, մի հատ շուրջը նայել, տեսնել, ով ինչ ասաց եւ ինչ եղավ վերջին տարիներին։ Մտածել, ընդամենը ուրիշ բան պետք չի։ Պետք է մտածել եւ չվախենալ։ Շատ շնորհակալություն Տիկին Թուխիկյան, ես հիշեցնեմ, զրուցում էի Թումանյանի թանգարանի տնօրեն Նայնե Թուխիկյանի հետ։